Ձեր պապը, որը կխորհրդանշի 100-ամյա պատմությունը մեր, իր թոռան հետ, որը ապագայի խորհրդանիշը կլինի, այցելում է հուշահամալիր եւ ձեռքերը դնելով երեխայի ուսերին, այսինքն փոխանցելով մեր պարտքը ապագա սերունդներին, մոտենում են անմար կրակին, իսկ երեխան իր ձեռքի անմոռուկը, այս տարվա խորհրդանիշը ցեղասպանության 100-ամյակի, դնում է անմար կրակի մոտ։ Լուսինեին ընթանում գաղափարներ հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառման շրջանակում առաջարկված տասնյակ գաղափարներից մեկն է։ Ծրագիրը կյանքի է կոչվելու 2015 թվականին։ Մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 17-ը ներառյալ, փաստարկ ծրագրի շրջանակում երիտասարդները հնարավորություն են ունեցել բոլոր հետաքրքիր գաղափարները ներկայացնել ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովին։ Հավաքագրվել է 50-ից ավել թղթին հանձնված գաղափար տարբեր ոլորտներից։ Գաղափարներն այսօր քննարկել են հրավիրված կոնֆերանսի ժամանակ։ Մեզ հետաքրքիր էր, թե երիտասարդությունները ինչքանով են հետաքրքրված ցեղասպանության միջազգային ճանաչման այս ամբողջ գործընթացներին, ինչ առաջարկներ ունեն եւ ինչով կարող են օգնել։ Գոռ Մանուկյանը փաստարկ ծրագրի մասնակիցներից մեկն է։ Գաղափարն ավելի նորարարական է համարում, հաղթելու դեպքում կարծում է ուշադրության կենտրոնում կպահի ցեղասպանության հարցը։ Ներկայացրել է ծրագիր, որպեսզի Google-ում ինչ-որ միջոցառում է, չէ՞, Google-ում իր Google-ի տեղը ինչ-որ անուն է գրում, այդ 100-ամյակի հետ կապված հայոց ցեղասպանության այդ լոգոն կամ հուշահամալիրը լիներ, որպեսզի ավելի շատ մարդիկ դիտեն։ Առաջին հորիզոնականում հայտնված մասնակցին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված մրցանակ է սպասվում։ Այն մասնակիցը, որի առաջարկը կհամարվի լավագույնը ժյուրիի կողմից, մեր կողմից կստանա մրցանակ ուղևորություն դեպի Արևմտյան Հայաստան, երկրորդ եւ երրորդ տեղերը հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետությունում ուղևորություն են կազմակերպել նրանց համար, իսկ մնացած մասնակիցներից լավագույն տասնյակը հավաստագրեր կստանան։ Ծրագիրը լայն հնարավորություն է ընձեռել երիտասարդների ձայնը լսելի դարձնել հանրության շրջանում։ Կազմակերպիչներն այն համոզմանն են, որ հնարավորությունն անպայման կվերաճի գործողության։ Գևորգ Դերցյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։